օրինակ ես ներ երկրորդից գնացել եմ։
Վերադառնում ենք, ներողություն եմ խնդրում փոքրիկ տեխնիկական խնդիրների պատճառով։ Մենք պետք է սպասենք։ Խաղի մեկնարկին եւ այլ վերջապես մենք վերադառնում ենք եւ ինչպես եւ ասացի խաղի սկզբին Հատիս US Titans առաջին հանդիպումն է Տիտանսի մրցաշրջանում Պրոբասկետ Ալիգայի Հատիսի մեկնարկային կազմը Դավիթ Խաչատրյան, Հրանտ Մարտիրոսյան, Մխիթար Վարդանյան, Քեմերոն Ուոքեր եւ Սերգեյ Ղազարյան US Titansում Kennedy, Johnson, Brown, Եվս Brown եւ Շերոտ Անաջող փոխանցում Հատիսից գնդակը դուրս է գալիս դաշտի սահմաններից Թայթանսը շարունակի հանդիպում սեփական կիսադաշտից Brown լավ նետում էր, բայց պաշտպանությունը ավելի լավն էր Մարտիրոսյանից Ղազարյան եկավ մինչև վերջ լավ փոխանցում Քեմին Ուոքեր այսօր նաև Քեմերոն Ուոքերի ծանանձյան տարեդարձն է դեռ թիմակիցները իրեն վերնաշապիկ չեն գնել բարեբախտաբար լավ պաշտպանություն էր, բայց վերջին պահին հարված է ձեռքով Քենեդին Քեմը Քենեդին պատվիրում է set play թիմակիցներից Brown միջինից այո ճիշտ է Վարդանյան լավ փոխանցում ուղղակի Դավիթ Խաչատրյանին Յալանի է պաշտպանվում Քենեդին խլել է գնդակը սլանում է առաջնագից 3 ոչ եւ նաեւ ավելացումը չի ստացվում բայց իհարկե երրորդ անընդմեջ օֆենսիվ ռիբաունդից հետո բնականաբար միավոր հավաքելու է Արամիս Բրաունը Վարդանյանն է անկյունում, երկուս է փորձելու ձեռքի վրա պաշտպանի ոչ Բրաուն միջինից ևս մեկը տեղում է հիանալի արդյունավետություն է ցույց տալիս միջին տարածությունից US Titans-ը 4 միավորի առավելություն են արդեն ստացել են Գնաց Քեմը մինչև վերջ ափսոս վրիպում է, բայց երկու տուգանային նետում է կատարելու գծից Տեղում է առաջինը և Հատիսի գլխավոր մարզիչ Վարդան Խաչատրյանը պատրաստել է Առաջին անգամ փոփոխում խաղում Offensive rebound, այո, Վարդանյանը ևս երկու միավոր է ավելացնում Հատիսի հաշվին Չնայած շատ լավ պայքարեց նա ողակի տակ Հրանտը Մարտիրոսյան Շերոտ Անկյունից 3 ոչ դուրս է գալիս գնդակ ողակի միջից ու մի անգամից սլանում է առաջնակից Հատիսը, այո, իհարկե խախտում կա կլինեն փոփոխումներ Մանու Ալաջյանն է ստանում իր առաջին րոպեները Հատիսի կազմում հակառակ կողմում Դորվալ եւ Հերնանդես երկու նոր բասկետբոլիստներ ինչպես միշտ փայլում Մխիթար Վարդանյան Տուգանային գծից շատ հազվադեպ է վրիպում Հատիսի ավակը, այո, իհարկե, երկուսն էլ արդյունավետ էին և վերջապես առավելություն է վերցնում Հատիսը, բայց դեռ իհարկե շատ
Շուտ է խոսելու համար։ Այո, այս անգամ, երկրորդ անգամ կարելի ասել խախտելուց հետո մրցավարները արձանագրեցին հարձակողական տուգանք Քենեդին, Քեմերոն Ուոքերը դեմ պայքարում։ Եվ նորից փոփոխում Ժան Մելքիսեդյանն է հայտնվում խաղադաշտում, Ղազարյանը առաջին 7.5 րոպեներից հետո կգնա հանգստանալու եւ Քեմը հանգիստ գնդակը բերում է առաջնագիծ։ Լավ պաշտպանություն Բրաունից։ Քեմ fade away միջին տարածությունից դիպուկ Արկ է պատվիրում Ջոնսոնը Պիկերոլ է իմ խաղարկերում միանգամից switch Ճշեց Վարդանյանը մինչև վերջ, բայց հասավ օղակի տակ Դորվալը եւ այո and one Ջոնսոնն էր ներողություն and one գրանցողը Նորից փոփոխում Բաբայանը գլխավոր մարզիչը US Titans-ի վերադարձնում է Քենեդին խաղադաշտ Հա ոչ նետում Կատարողին Նունիկը Ջոնսոնին է պատրաստվում փոխարինել Բայց տուգանայինը չկա Խաչատրյան կարող է գնալ իհարկե մինչև վերջ Բայց շատ ազատ դիրքից վրիպում է Խաչատրյանը օղակի տակ Քենեդի Միջինից Շատ անաջող փորձում էր մրցավարներին ցույց տալ, որ խախտում է եղել եւ կորզել տուգանք, բայց չստացվեց դա իր մոտ լավ փոխանցում Մելքիսեդյանից Մանոյին օղակի տակ եւս մեկ վրիպում Եվ ինչ գեղեցիկ է խաղում օղակի տակ Դորվալը լավ փոխանցում էր 3, բայց միավոր չկա Վարդանյան կարելի է գնալ մինչև վերջ շոտ անաջող փոխանցում էր, բայց Մանեի մոտ միավոր վաստակել է իհարկե ստացվում է ներողություն տուգանք վաստակել ստացվում է Երկու փոփոխումներ Տիտանսում Բրաուն ու Ջոնսոնը հեռացան Բրաունն ու Դորվալը Պարկետին են Անաչող է Մանոյի առաջինը 16-17 դեռ մեկ միավորի առավելություն ունի Հատիսը 1 րոպեից մի փոքր քիչ է մնում առաջին քառորդի ավարտին Երկրորդը եւս անաչող է նորից Վարդանյանը փորձում էր արձակողական ռիբաունդ տանել Քենեդի Հորնս են պատվիրում հիմնակիցներից Բրաուն Խաչատրյանի դիմաց փորձում է անցնել օղակի տակ Տանում է գնդակը Դավիթ Խաչատրյանը, այո, լավ փոխանցում Քեմից Վարդանյանին Այո Քենեդի անցավ Վարդանյանին Եվ փայլում պաշտպանություն Դավիթ Խաչատրյանից նորից առաջնագծում Մխիթար Վարդանյան եւս 2 10 վայրկյան Կարորդի ավարտին Գնում է Բրաունը միջին Եվ Դավիթ Խաչատրյան Ափսոս չէ չի ասնելու ձեռքից բաց թողել գնդակը Քեմերոն Ուոքերը Երկրորդ անգամ այս տարվա ալիգայում Քեմի հեռանետումը չի հաշվվի Եվ մենք 21-16 հաշվով հատիսի 5 միավորանոց առավելությամբ տեղափոխվում ենք երկրորդ քառորդ
Վերադառնում ենք երկրորդ քառորդ, փաստորեն Բրենդեն Անյամուին որոշել է Վարդան Խաչատյանը տալ խաղային ժամանակ, ավելորդ քայլ։ Եթե անկեղծ շատ անհասկանալի որոշում ինձ համար, որովհետև պիվոտը չէր շարժել Դավիթ Խաչատյանը, բայց լավ, ինչև է։ Ջոնսոն որ Շերոդն է գնդակով նորից վերադառնում է գնդակը Ջոնսոնի ներվից ոչ Անյամվու պարում է գնդակով Բրենդեն Անյամվուն լավ փոխանցում Դավիթ Խաչատյանից հիմա էլ Մելքիսեդյան անցավ ուղղակի տակ Դավիթ Խաչատյանը անում են ձեռքից գնդակը Անյամվու միջին է փորձելու պաշտպանի դեմքի վրայից եւ ոչ, բայց հիանալի պաշտպանություն Քեն Ուոքեր խլում է գնդակը եւ ավելացնում 2 Բրաունը չի փորձում 3 հիմա էլ նորից Դորվալ Մանոյի դիմաց 3 վայրկյան է մնում հարձակման ավարտին միավոր չկա Մելքիսեդյան կարելի է իհարկե նետել 3-ը բենգ Ժանո Շատ մոտ էր նորից բլոկ շոտի Դավիթ Խաչատյանը, բայց փայլուն արձակում էր նորից Մելքիսեդյանը գնաց մինչև վերջ, այո, իհարկե, խախտում կա։ Փորձառու Մելքիսեդյանը ստիպում է մրցակցին խախտել կանոնները։ Եվ նորից փոփոխում է պատրաստել Վարդան Խաչատյանը, Մանո Ալաջյանը հանգստանալու Վարանդ Մոսեսյանի առաջին րոպեները կտեսնենք։ Ակարակում եւս փոփոխումներ Հերնանդեսն է վերադառնում Քենեդիի հետ մեկտեղ Երկուսից երկու Ժան Մելքիսեդյան 18-28 10 միավորի առավելությունը հատիսը վերցրել է առաջին րոպեները բարդ էին թվում բայց հիմա ավելի հանգիստ է ցակում հատիսը Մոսեսյանը ռիբաունդը վերցրել է շատ անհաջող էր փոխանցումը եւ թույլ կարելի է ավելի ուժեղ տալ Դավիթ Խաչատյանին Անտոնից 3-ը չկա Քենեդի լավ պաշտպանություն էր Մելքիսեդյան թողել է Անյամվուին գնդակը այո շատ հանգիստ երկուս Հերնանդեսից 3 նորից վրիպում է բայց Բրաունը մաքրում է այս անգամ Խաչատրյան 3-ը չկա ռիբաունդը US Տիտանսինն է նորից 3-ի փորձ եւ այո տեղում է Դորվալի կրակոցը Անյամվու շատ անհաջող փորձ էր Անկյունում ազատ է Հերնանդեսը ստեփ բեքով 3 է փորձելու ոչ ու մի անգամից Դավիթ Խաչատյանից առաջ փոխանցում նորից վրիպում է շատ անհաջող Անյամվուն այո միանշանակ խախտում կա
մրցավարները քննարկում են տակից է խաղալու, թե երկու գնդակ է լինելու, հիմա տեսնենք։ Այո, երկու գնդակ նետելու հնարավորություն տալիս են Քենեդին։ Երկուսից երկուս Քենեդի Քեն Վոքերով արդեն երկար ժամանակ ինձ մոտ տպավորություն է չէր ստացել գնդակը ստանում է և մի անգամից մինչև վերջ գնալով վերցնում երկու միավորներ բարձր pick and roll switch են լինում Մովսեսյանն ու Վոքերը Շող լավ պաշտպանություն է խաղում Մովսեսյանը, Քենեդի դիմաց, այո վրիպել է և փրկեց իրավիճակը Քեն Վոքերը լավ փոխանցում էր և այո ևս երկու Բրենդան շատ է սիրում Հատիսը արագ հարձակումներ և transition offense իհարկե դա գալիս է գլխավոր մարշչից ու փիլիսոփայության մեջ հենց դա է որ պետք է առաջինը մտածել հենց արագ հարձակման և transition offense-ի մասին, նոր եթե չստացվեցին նրանք մտածել set play կազմակերպելու և դիրքային հարձակման համար Մարտին, Քեմը ազատ է երեքի վրա, նորից վերադարձնում է Անյավուն գնդակը, բայց ևս մեկ անգամ վրիպում է Բրենդենը Բրաուն անկյունում, ոչ, հեռավոր rebound Քենեդի Շատ հեռվից երեք է փորձելու Անաջող էր, բայց կրկին rebound-ը Դիտանսինն էր, բայց Բրաունը գնդակը չկարողացավ տիրապետել Նորից փոխարինում Հատիսի կազմում Մերքիսեդյանը իր 5 միավորներով գնում է պայստայինների նստարան Վարանտ Մովսեսյանն էլ հատակին էր, բայց կանգնում է բարեբախտաբար վնասվածք չկա Եվ ևս մեկ փոփոխում Դավիթ Խաչատրյանն է գնում հանգստանալու Ինչպես տեսնում ենք Տիգրան Թևանյանը կստանա այն ժամանակ Թևանյան գտավ ինչ-որ կերպ Վարդանյանինով գնում է օղակի տակ, լավ փոխանցում էր Եվ այո Ստացում է Թևանյանի լեյափը Բրաուն Լավ պաշտպանություն Մովսեսյանից Դորվալն է գնդակով անցավ օղակի տակ Խախտում կա, բայց Այո, երկու գնդակ տվեցին մրցավարները Time out USD տանց, կվերադառնանք դադարից հետո
Վերադառնում ենք Տիտանսի տայմաուտից հետո Դուրվալը գծին է դիպուկ է նետում առաջինը հավասարեցնում խաղի հաշիվը 10 միավորի երկուսից մեկ Քեն Վոքեր որից միայնակ գնում է մինչև վերջ ևս երկուս շատ վստահ անցում էր ու նորից պտտվում ժպտում է կարծելով որ պետք է տուգանք արձանագրվեր բայց ես եմ այս անգամ լուրջ հաղթում չեմ նկատել հատիսը 2-3 դիրքային պաշտպանության է անցել նետում է պետք Տիտանսին մեկ վարկյան է մնում ոչ տեսեք ինչ վստահ 3 էր Մովսեսյան Նիքային պաշտպանություն ևս Տիտանսն է օգտագործում Մխիթար Գնդակը օղակում չէ Նետումից հետո Վարդանյանի Շատ երկար են պլանավորում արձակում Տիտանսի բասկետբոլիստները վերջապես անկյունում Քենեդին ազատ ստացել է գնդակը բենգ-բենգ և մի անգամից տայմ-աութ Վարդան Խաչատրյանից մեկ կվերադառնանք դադարից հետո Վերադարձել ենք հատիսի տայմ-աութից հետո տեսնենք ինչ է կազմակերպել գլխավոր մարզիչը տայմ-աութի ժամանակ հասավ գնդակը Քեմին շատ հեռվում չի ստացվում 3-ը Քենեդի Բրաուն անցավ օղակի տակ ու Դավիթ Խաչատրյան նորից մաքրում է Երեքի փորձ Ջոնսոնի ծանաչող Անյանվու Այո գնաց մինչև վերջ լավ փոխանցում Խաչատրյանին օղակի տակ վրիպում է դանքը Շատ լավ պաշտպանություն Վարդանյանից շատ ավելի լավ արձակում Քենեդիից 4 միավորի է կրճատվել տարբերություն ընդամենը Եվ այո, Էնդուան Դավիթ Խաչատրյանից շատ միամտաբար հայտնվեց իր ձեռքում գնդակը Եվ երկու փոփոխում մի անգամից Տիտանսի կազմում Բրաուն ու Հերնանդեսն են վերադառնում Այո, 3 միավորները Խաչատրյանինն են Քեն Վոքեր փայլուն է պաշտպանվում եւ այո, ոչ, պաստորեն գնդակը Տիտանսինն է
Բրաուն է թողնում Շերոդը գնդակը հայ պոստում Խաչատրյանի դիմաց նորից շնշում են Հատիսի պաշտպանները Շերոդ լավ պաշտպանություն Մոսեսյանից եւ վերջ ավարտվում է այսքանով հարձակման ժամանակը 1 րոպե 17 վայրկյան առաջին խաղակեսի ավարտին Վերսկսվում է հանդիպումը լավ փոխանցում Քեմից Դավիթ Խաչատրյանին շատ հանգիստ ալեոպ լավ պաշտպանություն նորից Հատիսի կողմից պայքար գետնի վրա եւ վիճաբանական սուլիչ գնդակը նվիրվելու է US Titans-ին ուղղակի տակից խաղան 9 վայրկյան հարձակման ժամանակ ունենալով նորից երկու փոփոխում Ստացավ Քենեդին հայ պոստում գնդակը Մոսեսյանի դիմաց շատ հեռվից է փորձում Քենեդին անհաջող բայց Բրաունն է հարձակում ռիբաունդ վերցնողը միջինը չկա Խաչատրյան Քեմ ազատ է 3-ի վրա Անյավում փրկեց իրավիճակը Լավ փոխանցում Խաչատրյանին այո այս անգամ արդեն չի վրիպելու Խաչատրյանը 10 վայրկյան առաջին խաղակեսի ավարտին Անհաջող փոխանցում էր այո Time out միանշանակ Դավիթ Խաչատրյան Այո, ուղում են սխալը, մրցավարները Դավիթ Խաչատրյան անձամբ ասաց, իրենից է դուրս եկել գնդակը Վրիպում Եվ վերջ, այսքանով ավարտում առաջին խաղակեսը 34-45-11 միավորով Այս պայն առաջատարը Հատիսն է, մենք կվերադառնանք երկար դադարից հետո
ձեզ։ Դայանա, ես երբ կլնի, միզս ծրպա պետք ամեջ։ Սաղ շապատ աշխատեք երկրորը չկա։ Շապատ աշխատում ես։ Սաղ շապատ աշխատել էի։ Այսօր առավոտել էր։ Թույլ միացում ունի։ Ակես, Հատիս US Titans, այս պայն 45-34 հաշվով Հատիսը հաղթում է և մենք վստահ եմ դիտելու ենք շատ հետաքրքիր հակամարտություն Բրաունի նետումով բացվում է հաշիվը երկրորդ խաղակեսի և մի անգամից վերադառնում ենք միանիշ հաշվի տարբերությանը դիրքային պաշտպանություն է դեռ օգտագործում Տիտանսը, բայց Քեմ Ուոքեր, սառնասիրտ, բում Ջոնսոն, անատական է պաշտպանվելու Հատիսը, վերադարձավ Ջոնսոնին գնդակը պատասխան 3-ը տեղում եմ Վարդանյան Նորից ուղղակի արագ պատտում է գնդակը Հատիսը, Մերկիսետյանի 3 անկյունից անհաջող է Լավ փոխանցում անկյուն Եվ այո Բրաունը ևս դիպուկ է Ընդամենը 6 միավորի կրճացվեց Հաշվի տարբերությունը իջեցնեմ 11-ով էինք սկսել ընդամենը 1 րոպե 30 վայրկյան առաջ Քեմ Անյամուն 3-ի վրա է 5 վայրկյան հարձակման ավարտին Անյամու 3-ը կարճ է վերադարձավ չնայած երկար ռիբաունդը իրեն միջինից այո դիպուկ է Լավ պաշտպանություն Քեմ Ուոքեր պահել է գնդակը թիմի մոտ և շատ հանգիստ երկու միավոր հենց ինքն էլ վաստակելու է Անյամբոյի ալեոպից հետո Շերոտ Բրաունն է 3 փորձելու և այո ևս մեկը Շատ դիպուկ են Տիտանսի տղաները երրորդ քառորդի մեկնարկին Քեմ պատասխան Ինչ է կատարվում շատ արդյունավետ րոպեների ենք մենք հիմա ականատես Անցում օղակի տակ այո հաղթեց կանոնները Մխիթար Վարդանյանը Բրաունը կգնա Ներողություն Շերոդը կգնա Տուգանային գիծ Երկուսից մեկ Շերոդի կողմից Անյամվու հիանալի պաշտպանություն Բրաուն
Քենեդի նորից վստահ եմ ուզում էր 3 փորձել, բայց նկատեց պաշտպանի առկայությունը եւս 1-3-ի փորձ ոչ։ Վարդանյան միանգամից արագ հարձակում է սլանում հատիսը։ Գնաց միջև վերջ Մխիթար Վարդանյանը, այո, խախտումը կա։ Եվ միանգամից գնում է իր սիրելի գծին Մխիթար Վարդանյանը, նույն ինքը Տուգանային գիծը։ Այո։ Երկուսից երկուս Վարդանյան, ինչպես միշտ անթերի Տուգանային գծից խաղ է անցկացնում։ Ռաուն գնաց մինչև վերջ, հիանալի պաշտպանություն Քեն Վոքեր և չհասկացան Մելքիսեդյանն ու Խաչատրյանը իրար ու սայթակում է օղակի տակ։ Շերոդը կարծես թե վնասված Քենոնիսկ ստացել, հիմա տեսնենք։ Այո, այդպես էլ կա, փոփոխում է հարկավոր շատ շտապ, այո, ձգել է կարծես թե մկանը։ Քեմ լավ փոխանցում Անյանվույն օղակի տակ, այո, խախտում իհարկե կա, միանգամից արձանագրվում է Տուգանք, ում հիմա տեսնենք Հեռնանդեսը պաստորեն ախտեց կանոնները։ Այո, ճիշտ էր Տուգանային եմ։ Միավորները կան Տիտանցի Անյանվու լավ փոխանցում Վարդանյանին օղակի տակ, այո 12 միավոր 61-49 Քենեդի Ստահ նետում էր, բայց միավոր չկա իսկ այստեղ ռիբաունդի համար պայքարում Վարդանյանն է պատժվում անհատական Տուգանքով երրորդ Տուգանքն էր Մխիթար Վարդանյանին Վարդանյան 3-ի վրա վստահ փորձ ափսոս անհաջող եւ Քենեդին է գնդակով անկյունում ունի խաղընկեր, բայց Քեմիդը միայնակ է հիմա փորձում խաղալ այլում պաշտպանություն Քեն Վոքեր գնաց մինչև վերջ եւ տեսեք ինքն իր ռիբաունդը վերցրեց ռիբումից հետո ու բերեց երկու միավորը Անյանվու Հիանալի է խաղում Բրենդեն Անյանվում, բայց վրիպում է եւս մեկ անգամ միջինից այսօր։ Լավագույն արդյունավետությունը չունի նագծից։ Եվ տեսեք, հիմա էլ օղակի տակ օղակի չկարողացավ կառավարել գնդակը։ Միջինից Դիմացից Քեմի նետում Քենեդից անհաջող հիմա առաջնագծում արդեն հատիսն է Մելքիսեդյան
Շատ վստահ 3-ի փորձան։ Ջոնսոն ասավ ողակի տակ Խաչատրյանն իր դիմաց իհարկե նետում չի լինի փոխանցելու է Բրաուն լավ պաշտպանություն Ատիսից բայց փայլուն արձակում Բրաունի կողմից Քեմ ազատ էին թողել իրեն որոշեց նետել բայց վրիպեց Շատ լավ փոխանցում էր Քենեդի կողմից Հեռնանդես ունի խաղանքեր առաջնագծում Անյամ ունի իհարկե շատ հանգիստ Քեն Վոքերը երկու միավոր վաստակելու է եւ դա ստիպում է գլխավոր մարզչին US Titans-ի վերցնել առաջին տայմ-աութ երկրորդ խաղակեսի մենք կվերադառնանք դադարից հետո Դառնում ենք US Titans-ի տայմ-աութից հետո իջեցնեմ որ Ատիս թիմի գլխավորն Agro Union ընկերությունը որը զարգացնում է այում ամենախոշոր փոփոխ ինտենսիվ այգիները Սարդարապատում այնպիսով ունենալով մեծ նպաստ է գյուղատնտեսությունում եւ տնտեսությունում Ինչ որ խնդիր է կարծես թե եղել Մրցավարին թվացել է թե 4 բասկետբոլիստ է խաղադաշտում US Titans-ի կազմից, բայց նրանցից մեկը ուղղակի Պալեստինայի նստանի մոտ էր։ Երեքը Քենեդիի տեղում է։ Մելքիսեդյան, Քեմ, 3, bang bang Քայի պաշտպանության դեմ շատ լավ է գնդակը շարժում US Titans-ը, բայց վերջում Ջոնսոնի ոտքը դիպչում է կողային գծին եւ թիմային կորուստ փոփոխում երկու կողմերում Ջոնսոնը Հեռնանդես հատիսում Մոսեսյան Դավիթ Խաչատրյան Քեմ ունի Անյավու դուգանային գծին, բայց միայնակ որոշեց գնալ ու ֆլոտերը չի ստացվում դեռ 11 միավորի առավելությունը կարողանում է տանել Ատիսը Քենեդի շոտ հեռվից ֆլոտեր անաջող եւ եւս մեկ անգամ սեփական ռիբաունդը վերցնում է ու միավորները հավաքում են Վոքեր շատ լավ փոխանցում Մելքիսեդյանին եւ դուրս է գալիս գնդակը օղակի միջից արդեն կարելի էր տոնել նույնիսկ միավորները, բայց ոչ Քենեդի Ջոնսոնի 3-ն էլ է ասնում նշանակետին ու նորից մեծ առավելությունը Ատիսը վերցնում Տատենսը մի անգամից կընկրճատում է
Մոսեսյան անկյունից ոչ Նորից Քենեդի մոտիկ էր Անյամուն գնդակը խելելուն, բայց Ջանսոնը միջին է փորձելու եւս մեկ օֆենսիվ ռիբաունդ, բայց Մոսեսյանն էլ մոտ էր գնդակը փրկելուն Նորից երկկողմանի փոփոխումներ Մոսեսյանի վերադարձումը պայստայինների նստարան Վարդան Խաչատրյանը իր առաջադրանքը կատարել է նա Titans-ից էլ Դորվալն է գնում հանգստանալու Շերոդը սկրինի խաղադաշտում և մենք ունենք նորից խնդիր կարտուղարական սեղանին եկեք սպասենք խաղի գլխավոր մրցավարի Մենք խնդիրը լուծված է, Անյամուն խլել է գնդակը ու գնում է մինչև վերջ Շերոդ Ճնշում է Մելքիսետյանը իրեն Քենեդի Վարդանյանի դիմաց գնաց միջին տարածություն և փայլուն նետում Լավ փոխանցում Վարդանյանին Դավիթ Խաչատրյանից Այո, երկուսը կա, հեռահար երկուս Վերջին արձակումը կլինի Titans-ին ամենայն հավանականությամբ 14 վայրկյան է մնում Քառորդի ավարտին Այո Համաձայն եմ ես մրցավարի հետ միանշանակ ձեռքին հարվածրեց Դավիթ Խաչատրյանը Ջանսոնին Պաստորեն օղակի տակից են խաղալու, ինձ թված նետումի էր բարձրացել Ջանսոնը 9 վայրկյան և հիանալի պաշտպանություն կորցնում է Տիտանսը գնդակը Վեց ամբողջ 9 վայրկյան, Ուոքեր Վարդանյան կորցրել է գնդակը հատիսը Եվ վերջ Այդքանով ավարտում ենք նաև երրորդ քառորդը մենք կվերադառնանք դադարից հետո
4-րդ քառորդ 65-73 8 միավորի առավելություն Մատիսի տղաներից Շերոտը գնաց մինչև վերջ հիանալի է Անյանվու այո վերջապես դիպուկ է միջին տարածությունից Բրենդոնը անգամ Ներսես Ավակյանն է ստացել րոպենել, բայց Շերոդը ևս մեկն է կրակում հեռվից Ինչ է եղել նորից խնդիր Ամեն ինչ կարգին է արդեն ցուցատախտակի հետ Քեմ հեռվից բենգ շատ կարևոր 3 Մի խոսքով շարունակվում է այն խաղը ինչը որ եղել է առաջին վայրկյաններից հանդիպման Հատիսը վերցնում է մեծ առավելություն Տայտենսային կրճատում է նորից Շերոտն է փայլում 8 անընդմեջ միավորներ Բասկետբոլիստի կողմից Շատ լավ փոխանցում էր Դավիթ Խաչատրյանի եւ հենց իր ձեռքից էլ դուրս է գալիս գնդակը Ջանսեն անցնում է Ավակյանին և նորից Խաչատրյանի ձեռքի վրայով ուղղակի փայլում են այսօր գարդերը Տիտանսի լավն էր փոխանցումը Անյանվուին նորից վրիպում է և այո Դավիթ Խաչատրյան Կարծում ես գլխավոր մարզիչը Հատիսի ոչ սպորտային տուգանք է եղել այն լոգիկայով որ միտում չկար գնդակին խաղալ ու ընդհանրապես պաշտպանի կողմից բայց համակարծիք չէ իր հետ խաղի մրցավարը դիպուկ է Դավիթ Խաչատրյանը Երկուսից երկուս նորից վերադարձանք 6 միավորի առավելությանը Ջանսան Քենեդին է Անյանվուի դիմաց ստացել գնդակը Բրաուն հիանալի պաշտպանություն Անյանվու Քեմ անցնում է ուղղակի տակ Բրենդան Սուլից չկա, ոչ պաշտպանի, ոչ էլ արձակող կողմից ոչ մի խախտում Այս ֆլոտերը արդեն օղակում չէ, Խաչատրյանն էլ գնդակը վերցրել է Ավակյան Ոքեր Անկյունից ներսես Բենգ Հիանալի պաշտպանություն Անյանվու Եվ հենց ինքն էլ ավարտում է Քենեդի եկավ միջին տարածություն, այո, ու ստիպեց Խաչատրյանին խախտել կանոնները
Եվ time-out կվերցնի US Titans-ը, խաղին մնում է 6 րոպե 43 վայրկյան, կվերադառնանք դադարից հետո։ Արտված է time-out-ը Titans-ի Kennedy-ին, Տուգանային գծին է, առաջինը կա։ Երկուսից երկուս։ Խաչատրյան, լավ փոխանցում Անյանվուին հայ պոստում, սա ընդամենը երկրորդ թիմային տուգանքն է US Titans-ի 4-րդ քառորդում, նորից փոխարինում է լինելու Բրաունը փոխելու է Շերոդին։ Խաչատրյանից պայքարից հետո իրենն է գնդակը, այո։ Վերում է ևս երկուս Բրենդոն Անյանվուն։ Յոնալի է խաղում, Ջոնսոնը գնաց մինչև վերջ և այո։ Քեմ, շատ վստահ փորձ էր, բայց անհաջող։ Անյանվու միջին, այո։ Յոթանասունութ 91, 6 րոպեից մի փոքր քիչ խաղային ժամանակ է մնացել խաղին։ Բրաուն կարողացավ խաբել Դավիթ Խաչատրյանին, բայց նետման դիրք չկար, հիմա էլ Հերնանդեսն է ազատվել, այո, վերջին վարկյանին արդյունավետ նետում հեռվից։ Անյանվու լավ փոխանցում էր Դավիթ Խաչատրյանին, շատ հանգիստ, այո, արձակում էր Kennedy, նացել է Անյանվուի հետ Իսադաշտի գծին, լավ պաշտպանություն Քեմ, 9 վայրկյան, արձակման ժամանակ է ունենալու US Titans-ը, Հերնանդեսը դիպուկ 3-ից հետո հեռացավ, Շերոդն է վերադառնում։ Ջոնսոն 5 վայրկյան ունի արձակումը ավարտին հասցնելու համար, գնաց մինչև վերջ և արձակողական տուգանք, աստորեն
Մրցավարի տեսանկյունից ձեռքը բացել էր դիրքի համար պայքարում Ջանսոնը եւ իր երրորդ անհատական տուգանքն է ստանում։ Մխո, այո, ճիշտ է, Վարդանյանի 3-ը եւս։ Եվ վերջապես առաջին անգամ խաղում Հատիսը կարողանում է մի փոքր ավելի շատ փոկվել, քան 10-11 միավորը, 15 է այս պահին առավելությունը հաշվում, բայց երկար դա չի տևելու, որովհետև Բրաունի 3-ն էլ տեղում է 12-ի վերադարձանք։ Ավագյան շատ լավ քաթ էր ու լավ էր փոխանցում, մի անգամից time-out կվերցնի US Titans-ը եւ մենք կվերադառնանք դադարից հետո։ Չորս րոպե, խաղի ավարտին 14 միավորի առավելությունը Հատիսը վերցրել է։ Լավը կարող է լինել Ավագյանի փորձը գնդակը խլելու, ոչ տեսեք ինչ լավ է խաղում Բրաունը, նորից 2 միավոր վաստակում է։ Ու ինչ հիանալի փոխանցում էր Քեմ Ուոքերից։ Շարունակում է դեռ անհատական պաշտպանություն օգտագործել Հատիսի գլխավոր մարզիչը, ուղղակի բախտավոր էր Հատիսը, որ Բրաունի այս 3-ը անհաջող էր։ Անյանվու ձեռքի վրայով պաշտպանի Դեգեր 3 շատ մեծացավ արդեն հաշվի տարբերությունը ամենայն հավանականությամբ կամբեք կատարել Հայտասի մոտ չի ստացվելու 17 միավորի առավելություն ունի Հատիսը եւ ընդամենը 3 րոպե խաղային ժամանակ է մնացել փոփոխում Վարդանյանը ծափարությունների ներքո հեռանում է խաղադաշտից Քեմ Ազարիգյանը նոր դաշտ դուրս եկած միանգամից նետեց ու վրիպեց դեռ տաքացած չէ իհարկե բայց դա ճիշտ նետում է ազատ դիրքից միանշանակ կա խախտում եւ end one Այս անգամ Քենեդի տուգանային անհաջող էր Ուոքեր ուղարկում է մրցակցին երկինք եւ այո ֆլոտերը տեղում է 158 2 րոպե 30 վայրկյան Բրաուն նորից կարող է հերվից նետել վրիպում է Ազարիգյան այս անգամ նորից անհաջող եւ երևում է որ Քենեդին ուղղակի գեղեցկացնում է իր ստատները հիանալի անցում էր եւ նորից խախտում է արձանագրվում այս անգամ տեսնենք Անյանվույն թե չնկատեցի ճիշտն ասած շատ արագ ցույց տվեցին մրցավարները
Եվ նորից անհաջող վրիպում Քենեդից ավելի շուտ ոչ թե անհաջող, այլ մի փոքր անբախտ եւ լրիվ նույն տիպի վրիպում 2-ից 2 անհաջող Տուգանային նետումներ Անյանվու Մանոն ազատ էր 3-ի վրա, բայց որոշում է փոխանցել Ազարիկյանի գնդակը Այ հիմա արդեն Մանոյի միավորները կան Սևանյան Տիգրանն է նաև վերադարձել Ատիսի կազմից Քենեդի ևս 1-3 Ֆանտաստիկ դեբյուտ ունի այսօր Քենեդին Թևանյանի 3-ը չկա Շատ լավ պաշտպանություն Ազարիկյանից Քեն Վոքեր Եվ այո անհաջող փոխանցումից հետո Անյանվուի Մանոն չի կարողանում գնդակը պահել իր մոտ Թորնս է պատվիրում Քենեդին Եվ նորից ձեռքի վրայով է փորձելու Բրաունը, բայց անհաջող էր Ազարիկյան Բլոկ շոտ Բրաունի կողմից 58 վայրկյան 16 միավորով դեռ հաղթում է Հատիսը Թևանյան շատ անհաջող խաղաց հանգիստ կարծես թե նվիրեր գնդակը մրցակցին Եվ ինչ լավ բլոկ շոտ Հարութ Ազարիկյանից, բայց միևնույն է արձանագրված է խախտումը Վերջապես 3 անընդմեջ վրիպումներից հետո Դիպուկ է Քենեդին Տուգանային գծից Երկուսից 2 Վոգեր Անցավ մինչև վերջ վրիպեց Մանոն շատ վստահ rebound and one Անհաջողս Մանոյի Տուգանայինը Լավ պաշտպանություն Քեն Վոքեր խլում է գնդակը Եվ Մանո Արձակվելու է Տայտանսը Նույն է անհաջող 3 Եվ վերջ այսքանով խաղը ավարտվում է 93-11 վստահ հաղթանակ Հատիսի կողմից մի փոքր խնդիրներ կային խաղի ընթացքում, բայց վերջում կազմակերպված խաղի հաշվին հաղթում է շատ հանգիստ Հատիսը շնորհավորում ենք բասկետբոլիստներին, մարզչական եւ նախագահական կազմին եւ վերջում ինչպես միշտ ձեզ հետ էր Ալբերտ Հարությունյանը, սիրեք բասկետբոլ եւ նա ձեզ կպատասխանի նույն կերպ։ Հաջողություն։